Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի Թեհրանում վարած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանը Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղի ստեղծելու վերաբերյալ, որն անցնելու է Իրանի, Հայաստանի, Վրաստանի ու Սև ծովի միջով։ Այս մասին նախարարն ասաց այսօր Ազատության հետ զրույցում, հավելելով. իրենց հաշվարկով այս ճանապարհը Ադրբեջանով և Թուրքիայով անցնող ուղիներից ավելի էժան է լինելու։ Փորձելու ենք մեքենայով ապրանքը բերել մինչև Երասխ, Երասխում բարձենք Իրանից մեքենայով, Իրանից, միայն Իրանից չէ, Իրանով անցնող բոլոր այն բեռները, որոնք ուզում են գնան Եվրոպա կամ Ռուսաստան, փորձում ենք գինը էժանացնենք դրանով նաև, բերենք մինչև Երասխ, Երասխից գնացքներով Փոթի, արդեն Փոթից նավով դուրս գանք Եվրոպա։ Ըստ Բեգլարյանի Հայաստանով այդ տարանցումը ապահովելու համար այս տարի մեկնարկելու է հյուսիս-հարավ ավտոմայրուղու Սյունիքի ու Վայոց ձորի հատվածների կառուցումը, որը ագարակը կկապի Երասխ երկաթուղային կայարանին, որն էլ երկաթուղային կապ ունի Վրաստանի Սևծովյան նավահանգիստների հետ։ Այո, մենք ոնց որ այս տարի մեծ ուժ ենք ներդնելու հարավի կողմը, հարավից եթե մենք կարողանանք գանք հասցնենք Քաջարան, ոնց որ թե մեր հնարավորություններն ասորներում է, մեր մայրուղին կարողանանք լավ սարքել, գիտեք ամենադժվար մասը ագարակից Քաջարան է, մենք բավականին շատ այդտեղ ենք կարողանում ժամանակ և ճանապարհը ավելի արագացնենք և Քաջարանից Սիսիան 60 կիլոմետր շահում ենք։ Մենք այս տարի որ սկսենք աշխատանքները ագարակից, իրենք կհասկանան, որ իրականում մեր այլընտրանքային ճանապարհն ավելի լավն է։ Հայաստանի ու Իրանի նախագահները ևս օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել էին նման տրանսպորտային միջանցքի կարևորությունը։ Պատժամիջոցներին հաջորդած ժամանակաշրջանը ճանապարհ է հարթում տնտեսական համագործակցության ընդլայնման համար, չպետք է ջանք խնայենք կապելու Պարսից ծոցը Սև ծովին, ըստ իրանական կողմի ասել էր Հասան Ռոհանին։ Պայմանավորվեցինք, որպեսզի կանտերներ, երկու կանտերներ Բոմբեից բերենք Իրանով, Պարսից ծոցով, հասցնենք Սև ծով Հայաստանով և այնտեղից Եվրոպա, որից է եվրոպական քաղաք, կոնկրետ ֆիքսենք գինը։ Նախարարի խոսքով Թեհրանում նաև պայմանավորվել են երկու մեքենա Հայաստանից Իրանի տարածքով ուղարկել Իրաք ճշգրտելու տարանցման գինը, որպեսզի այդ ճանապարհը ևս կարողանան գործարկել։ Գագիկ Բեգլարյանը մոտ մեկ շաբաթ առաջ էր Թեհրանում, ուր հանդիպել էր երկրի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի և կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզի հետ, ասաց իրանական կողմի հետ 4 հուշագիր է ստորագրել, որոնք վերաբերում են տրանսպորտի կապի բնագավառներին։ Մենք նրանց օգնելու ենք ինտերնետի ոլորտում, ուղիղ կապի ոլորտում։ Նախարարի խոսքով իրանական կողմին ներկայացվել է երկու երկրները կապող երկաթգծի նոր ուղի, Մեղրիից Վայոց ձորով Սևան տարբերակի փոխարեն Մեղրի Վայոց ձոր Երասխ, նշեց հաջորդ շաբաթ Երևան են ժամանելու իրանցի մասնագետները ուսումնասիրելու նոր տարբերակը։ Հնարավոր է սա ավելի կարճ լինի և ավելի արագ կառուցելու լինի ապագայում։ Իրանական կողմը շահագրգռվածություն ցուցաբերեց երկաթգծի ֆինանսավորման կամ հյուսիս-հարավի ֆինանսավորման։ Իրանական կողմը շահագրգռվածություն ցուցաբերեց երկաթգծի նոր երկաթգծի տեխնիկական ուսումնասիրության և նախագծերի վերջնական նախագծերի հարցում մասնակցություն ունենա և մեզ օգնի։